Ուղերձը մեկն է, ցույց տանք ներկայ իշխանությանը, որ մենք պայքարում ենք ու պայքարը շարունակվելու այնքան, ինչքան մեր հայ արժանապատվությունը վերականգնենք, մեր արդարությունը վերականգնենք։ Այս նմանատիպ շինցու գործողությունները սա ժամանակավոր երևույթ է, որովհետև նմանատիպ մարդկանց կամքի ուժի մենք վստահ ենք, մենք որպես էլ հասարակություն նմանատիպ առաջնորդների կողքին էլ կանգնելու ենք մինչև վերջնական հաղթանակին։ Վերջնական հաղթանակը Հայաստանում հայ ապրելու իրավունքները վերականգնելն է, ամրապնդելն է, ներքին թշնամու հետ մենք կհաղթենք ներքին թշնամուն, արդեն կանցնենք արդեն արտաքին թշնամիների հետ այդ process-ները, գործողությունների process-ները կարգավորելու համար։ Ես այսօրվա իրավիճակում ոչ մի ձևից չեմ տենում ինչ որ պայքարողություն, ամեն մի հայ պիտի ներգրաված լինի բոլոր այս process-ների մեջ, որովհետև ամեն մի հայի պատվի մասին է խոսքը գնում։ Պարոն Իսրայելյան, Սամվել Կարապետյանը մեծաթիվ ներդրումներ է արել Արցախի Հանրապետությունում, կսպասեիք, որ մի օր նա Հայաստանի Հանրապետությունում մայր հայրենիքում կկանգնի այսպես դատարանի առաջ, նրա շուրջ կմեկնարկեն ինչ-որ process-ներ եւ այլն։ Դե գիտեք, մենք չենք սպասել, որ Արցախը կհանձնվեր, կվաճառվեր, նույն գործողության process-ն էլ հիմի գնում է մայր Հայաստանի հետ։ Այսօրվա իրավիճակում մենք կանգնած ենք լուրջ վտանգների առաջ, այդ վտանգները կանխելու համար, խոչընդոտելու համար ազգային համախմբվածություն է պետք։ Ազգային համախմբվածությունով մենք կարողանալու ենք բոլոր այս իրավիճակում, այս գործողությունները, այս ծանր իրավիճակից դուրս գանք ու հաղթահարենք։ Սամվել Կարապետյանը հանուն պետության են գործում։ Հանուն որ պետության։ Հայաստանի Հանրապետության։ Չեն ճշտում։ Իրանք միշտ ասում են հանուն պետության, բայց չեն ասում որ հանուն պետության։ Այսօրվա իրավիճակում իրաց ամեն մի գործողությունը մենակ Ադրբեջանի կամ թուրքերի շահերն է պաշտպանում։ Մեկ էլ որ ազգովի կամ հանրային դուրս է գալիս բողոքելու, սա բողոք չի, սա պայքար է։ Բողոքը ուրիշ է, պայքարը ուրիշ է։ Մենք պայքարում ենք մեր գոյատևության, մեր հայ լինելու ստեղ ամրապնդելու համար։ Սամվել Կարապետյանի հետ կապված ներկայ իշխանությունը թող մի քիչ դրան 2% անի, հետո արդեն իրենց համեմատեն Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյանը, ոնց որ Ռուբեն Վարդանյանը, ամեն մի ծանր ժամանակ միշտ եղել է հայ ժողովրդի կողքին։ Հիմա մենք ցավոք սրտի Ռուբեն Վարդանյանին չկարողացանք տեր կանգնել կամ պաշտպանել, գտնվեց Բաքվի բանտում։ Այսօր էլ որ մենք տեր չկանգնենք մեր առաջնորդներին, այսօր էլ իրանք են շարունակական գտնվելու ստեղ մեր մայր հողում բանտում։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ մեր արցախցի քույրերն ու եղբայրները իրենք պիտի անեն այնպես, որ մնան մայր Հայաստանում, աշխատեն, արարեն եւ դրան զուգահեռել պարբերաբար նշում է, որ Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության վզին կախված պարան էր, թոք էր, որը անընդհատ քաշում էին, փորձելով այդ կերպ խեղդել Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը արտահայտության համար ղալաթ է անում։ Նիկոլ Փաշինյանը թող իր ասած խոստումները հալա իրականություն դարձնել, հետո արդեն արցախցիներին կամ ժողովրդին մեղադրել ինչ որ տեղ պայքարելու կամ կռվելու համար։ Այսօրվա իրավիճակում արցախցիներին ասում էին կռվեիք, բայց որ եկել է օրը ժամանակը հասել իրենց կռվելու, գնացել են Թուրքի դեմ ծնկի կայնել, խաղաղություն են ողորմում։ Սա խաղաղություն չի, սա խայտառակություն է։ Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն ձեռք բերենք։ Հայ ազգը միշտ եղել է իր պատմության մեջ հաղթող կողմ, որովհետև մեր պատմությունը հազարամյա տարիներով ցույց է տալիս, որ մեր գոյատևությունը եղել է հզոր առաջնորդների շնորհիվ, ոչ թե նմանատիպ ղեկավարների բանով, այդ թեզերով կամ այդ սուտ խոստումներով կամ հույսը հավատալով վաղվա ապագայի մասին։ Դրանից ավելի արժանապատիվ խաղաղություն, երբ սահմաններին չեն կրակում օգոստոսի 8-ից հետո այլևս այլ Հայաստան ու այլ իրողություն է։ Սահմաններում ինչ կրակեն, եթե առանց կրակելու ամեն ինչի հետ համաձայնվում է։ Ամեն մի իր ասած միտքը համընկնում է թշնամու շահերի հետ, ոչ հայ ժողովրդի շահերի հետ։ Սեղամի մարդու ղեկավար լինելի կերպարը չի, որ կարա երկիր ղեկավարի։ Սեղ իսկական ուժեղ հայ տղամարդու հայրենասեր ղեկավարի մասին է խոսքը գնում։ Եթե չեն իրանք արձանագրել այդ ձևի արդյունքներ, ես խորհուրդ կտայի ընդհանրապես իրանք հեռանան։ Մեղմացնելու իրանց մեղքերը ունեն բոլոր հնարավորությունները։ Այսօր հեռանալ իրանց կլինի իրանց մեղմացնելու իրանց մեղքերը։ Ոչ պատասխանատվությունից խուսափելը, այլ մեղմացնելու իրենց մեղքերը։